Վերջին կառավարության նիստում ազգակործության պատվաստը հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ, նշելով, որ ինքը տասնյակ անգամներ կարդացել է անկախության հռչակագրի հիմնարար փաստաթուղթը եւ ըստ նրա դա պետության չգոյության մասին փաստաթուղթ է։ Աղմկահարույց մի հայտարարություն, որը որ եթե լիներ այլ երկրում, ապա տվյալ երկրում գոնե կհարուցվեր քրեական գործ պետական դավաճանության հոդվածով, սակայն Հայաստանում այսօր ունենք մի իշխանություն, որի ղեկավարը կարող է անարգել կերպով հանդես գալ պետության հիմնարար փաստաթղթի դեմ եւ ցավոք առայժմ որևէ քրեա իրավական հետևանք չկա իր հայտարարության մասով։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ պատմաբան Միքայել Մալխասյանի հետ։ Բարև պարոն Մալխասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տեսեք, Նիկոլը հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ, նշելով, որ ինքը կարդացել է փաստաթուղթը եւ դա պետության չգոյության մասին փաստաթուղթ է ըստ նրա եւ ըստ ձեզ անկախության հռչակագիրը ինչ է հայ ժողովրդի պատմության համատեքստում եւ ինչպես կգնահատեք Փաշինյանի այդ հայտարարությունը։ Նախ մեր անկախության հռչակագիրը շատ յուրօրինակ փաստաթուղթ է, իր նախաբանով եւ առաջին հոդվածով շատ հետաքրքիր կապ է առաջացնում եւ առաջին հանրապետության հետ եւ խորհրդային Հայաստանի հետ, ուղիղ իրավաժառանգորդության մասին չի հայտարարում ոչ խորհրդային Հայաստանի, ոչ առաջին հանրապետության, բայց նշում է, որ շարունակում է այս հանրապետությունը առաջին հանրապետության ժողովրդավարության ավանդույթները իր նախաբանի մեջ եւ առաջին հոդվածով էլ նշում է, որ վերանվանվում է խորհրդային Հայաստանը, հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը Հայաստանի հանրապետություն, այսինքն ինքը ֆիքսում է կապ երկու հանրապետությունների հետ եւ նաեւ տարածքային հետաքրքիր մի նշում ունի նախաբանում, որտեղ նշված է, որ հիմք է ընդունում անկախության հռչակման համար Արցախի ազգային խորհրդի հետ համատեղ ընդունված պատմական որոշումը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի, որով փաստորեն խորհրդային Հայաստանը եւ այդ պահին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը որպես խորհրդային շրջանի երկու կազմավորներ, պետական կազմավորներ վերամիավորվում էին։ Սա պատմական հիմնարար փաստաթուղթ էր, որը ապահովում էր հետագայում շատ կարևոր մի հանգամանք, որ մեր հակառակորդները մեզ չպարտադրեին միայն խորհրդային Հայաստանի սահմանները, ինչը որ հիմա մեր իշխող վերնախավը ցավոք այդպես է ընդունում, թե միայն խորհրդային սահմաններն են մերը, կոնկրետ խորհրդային Հայաստանի։ Այսինքն ի սկզբանե ֆիքսում էր, որ Արցախը եւս այդ պետության, Հայաստանի Հանրապետության պրոյեկտի մեջ է։ Հիմա երբ որ անկախության հռչակագրի ուղղությամբ նման ոտնձգություն է կատարվում, միանգամից հարվածի տակ է դրվում եւ նախորդ երկու հանրապետությունների հետ կապը եւ ուրեմն այս տարածքային կարևոր հանգամանքը Արցախի հետ կապի եւ շատ կարևոր մի բան եւս այդ 12 հոդվածները, որ կան անկախության հռչակագրի, դրանք շատ տարբեր հարցերի են առնչվում, օրինակ մասնավոր սեփականության իրավունքի խնդիրն են առնչվում, ընդերքի պատկանելության, որ մեր պետության ազգային հարստությունն է մեր ընդերքը, եւ օրենսդրության հարցեր, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են մեր օրենքները, ոչ թե դրսից պարտադրված օրենքներ եւ այդպես շարունակ։ Հիմա ստացվում է, որ այդ ամենը հայտնվում է հարվածի տակ։ Մեկ հայտարարությամբ եւ եթե հետո գնա գործընթաց, միանգամից հարվածի տակ է հայտնվում, ինչը շատ վտանգավոր է։ Անկախության հռչակագիրը հիմք է տվել օրենսդրական նախաձեռնությունների, որոնք պետք է ապահովեին 1990-ականների առաջին կեսի մեր տարբեր օրենքների ընդունման եւ տարբեր գործընթացներում տեղի ունեցած բարեփոխումների եւ առհասարակ ցանկացած պրոցեդուրալ ինչ-որ գործընթացների։ Այդ թվում օրինակ մասնավորեցմանը, որ տեղի ունեցավ սեփականաշնորհման վկայականներ մարդկանց տրվեցին, բնակարաններ եւ այլն հողակտորներ ընդհուպ մինչեւ ձեռնարկությունների։ Իսկն այս ամենը միանգամից դրվում է հարցականի տակ։ Սահմանադրությունը 95-ի հուլիսի 5-ին նոր պետք է ընդունվեր եւ դրանից հետո արդեն համապատասխան օրենսգրքերն ընդունվեին եւ դա արդեն իրավական
ամբողջ ճանապարհներ, որ պետք է շարունակվեր։ Ստացվում է, որ մենք անկախության հռչակագրի մեջ այս բոլորի դետոնատորը պետք է տեսնենք բոլորի ուղղությամբ։ Ոչ թե կոնտեքստից հանված միայն այն վերջին մասի մեկնաբանությունը, թե եթե այդտեղ նշված է, որ մենք ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատեր պետք է լինենք, դա ուրեմն մեզ համար վտանգավոր է։ Դուք պատկերացնում եք ԱՄՆ որևէ նախագահ կանգնի հայտարարի, որ 1776 թվականի հուլիսի 4-ի անկախության հռչակագիրը դա չգոյության մասին է, որտեղ այդ ժամանակ բրիտանական կայսրությունը հասկանում եք ինչ հզոր պետություն էր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում էր անկախության մասին։ Այսինքն անհեթեթություն դա կդիտվի պետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն եւ միևնույն ժամանակ այդտեղ շատ եւ հայտարարողը կհայտնվի հաշվառությունների շատ ոչ նախանձելի վիճակում, այսպես ձևակերպենք, եթե քաղաքավարի ձևակերպենք։ Հիմա խնդիրն այն է, որ նման բովանդակությամբ հայտարարությունը կարող է մինչև իսկ հասնել նրան, որ ուրեմն կարող են եզրակացության տանել այդպիսի տրամաբանություն ունեցողները, որ ուրեմն անկախություն հռչակելն էր խեղաթյուրված ինչ-որ մտածողություն, այսինքն դուք հասկանում եք ինչպիսի մեկնաբանության ճանապարհ են բացում, այսինքն մինչև որ ուրեմն դե ճիշտ չէր ուրեմն անկախություն հռչակելը եւ այդպես շարունակ, սա շատ վտանգավոր ճանապարհ է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը, մասնապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակաբար խոսում է Հայաստանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին, նշելով, որ իբրև թե մեր սահմանադրության կետերում կան որոշ հատվածներ, որոնք իբրև թե տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա արդյոք Փաշինյանի խոսույթը կապված չէ թշնամական կողմի ուղղված պահանջների հետ եւ արդյոք դա թշնամական պահանջների հերթական բավարարման գործընթացի մեկնարկը չէ։ Ադրբեջանը ակնհայտորեն փորձում է մաքսիմումը քաղել իր ունեցած ռազմական հաջողությունից։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ իր ռազմական հաջողության հիմքում ընկած են ավելի շատ մեր ձախողումները, քան իրենց բացարձակ հաջողությունները։ Այսինքն, եթե մեր կողմից մեր կառավարող շրջանակների կողմից չլինեին այս սխալները, բացթողումները եւ այն թյուրիմացությունները, որ կատարվել են, Ադրբեջանը այն պատմական շանսը չեր ունենա, որը որ ունեցավ։ Հիմա իրենք փորձում են մաքսիմալ քաղել իրենց համար օգուտ եւ դրա համար ամեն հնարավոր բան պահանջում են։ Այսինքն դրա մեջ մտնում է նաեւ երաշխիքների ստեղծումը իրենց համար, որ երբևէ Հայաստանի Հանրապետությունը հավակնություն չի ունենա Արցախի մեր հայրենակիցների, այո, մեր հայրենակիցների այդտեղ վերադարձի, իրավունքների վերականգնման եւ մեծ հաշվով Արցախի վերադարձի ուղղությամբ եւ բնականաբար փորձում է ամրագրել դա իրավական բազայով, որպեսզի այլևս մենք երբեք հիմնավորում չկարողանանք գտնել նոր քայլեր իրականացնելու, եթե օրինակ Հայաստանում լինի նոր իշխող վերնախավ, նոր պատկերացումներով կամ ճիշտ կլինի ասել պատմական արդարացի պատկերացումներով, այո, ազգային մտածողությամբ օժտված վերնախավ, որը կդնի ազգային օրակարգ, ոչ թե սպասարկու օրակարգ, դրա համար այս տեսանկյունից եթե նայում ենք Ադրբեջանը այո, պահանջելու է եւ անկախության հռչակագրի վերանայում, եւ սահմանադրության, եւ բոլոր այն իրավական ակտերի, որտեղ մենք ունենք մեզ համար շահեկան դիրքեր, ընդհանուր մինչև հետո Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն ոչ միայն անկլավների կամ մեզ իրենց համար էքսկլավների, հա, կամ նույն Միջանցք եւ այլն նման բաներ պահանջելու ամեն հնարավոր բան անելու են, նույնիսկ Հայաստանի տարածքում էքստերիտորիալ իրավունքներ ձեռք բերելու։ Եվ այս պահանջները բավարարվում է հիմա։ Դե որովհետեւ տեսնում են, իրենք ճնշում գործադրեցին Սյունիքի եւ Գեղարքունիքի ուղղությամբ տարածքներ ստանալուց հետո տեսնում ենք ինչ եղավ միայն մեր Պաշտպանության նախարարության եւ արտգործնախարարության մակարդակով առնվազն 240 կիլոմետրի օկուպացիան մեր տարածքից հաստատվել է, փորձագիտական գնահատականներից էլ չեմ խոսում։ Տավուշում անցած տարվա դեպքերը եւ այս տարվա դեպքերը հատկապես ցույց տվեցին, որ այո, նրանց պահանջների զգալի մասը բավարարվում է։ Հիմա երբեմն ժամանակ են այս կողմում ձգում, ինչ որ բաներ են անում, բայց ներքին խոսույթ են ձևավորում,
որ ապահովեն բավարարում Ադրբեջանի պահանջները։ Այս է ամենավտանգավորը։ Երբ որ հասարակությանը մատուցվում է, թե դա է ճիշտ, եթե ուզում ենք առաջ գնալ, գոյություն ունենալ, ապա պետք է զիջենք։ Իսկ զիջել մինչև ուր Ադրբեջանը ամեն անգամ նոր պահանջ է դնում։ Հիմա, քանի որ սահմանադրություն փոխելը հեշտ բան չէ, պետք է դրա համար ունենալ սահմանադրական հանրաքվեում համապատասխան քվե, ակնհայտ է, որ գործող իշխանությունների պարագայում այդ քվեն հնարավոր չէ ստանալ, անգամ բոլոր այն ադմինիստրատիվ ռեսուրսներով, որ նրանք ունեն, դրա համար իրենք մեջտեղ բերեցին անկախության հռչակագրի վերանայման հարցը։ Բերեցին սահմանադրական դատարանի տիրույթ հարցը եւ կարծեք ինչ որ որոշում կորզեցին, որով որ կարող էին անկախության հռչակագիրը համարել ոչ իմպերատիվ, որ դա որևէ ձևով կիրառելի չէ եւ այլն, բայց անկախության հռչակագիրը դա իրողություն է արդեն։ Արվել է, անցել է, գնացել է, վերանայել հնարավոր չէ։ Եվ իրականում դա վերպետական փաստաթուղթ է ըստեյության։ Դա ընդունված որոշում է, եթե դուք կարդաք սահմանադրական դատարանի տեքստը այդ հրապարակված, այնտեղ իրականում չկա հիմնավորում, որ այդ փաստաթուղթը առ ոչինչ է օրինակ։ Եթե առ ոչինչ է Հայաստանի Հանրապետությունն ինչ է հարցը առաջանում։ Իսկն իրենք կասկածի տակ են դնում մեր պետականության գոյությունը, ինչ են անում։ Դրա համար շատ վտանգավոր, այո, մենք շատ վտանգավոր process-ի մեջ ենք եւ սա պետք է մեր քաղաքացիները հասկանան, որ չընկնեն այն մոլորությունների մեջ, թե իբրև այս հերթական, չգիտեմ, զիջմամբ մեզ համար լավ հնարավորություններ են ստեղծում, իբրև մենք կլինենք խաչմերուկ, տնտեսական սպասարկու ինչ-որ մի տարածք, որը մեծ շահույթներ կունենա, լավ վիճակում կլինի, բարեկեցիկ կլինի, իսկն այդ սպասարկու իբրև թե բարեկեցիկ տարածքը դժվար է ասել ում համար է այդպեսին լինելու, բարեկեցիկ եւ սպասարկու։ Դրա համար շատ վտանգավոր դաշտի մեջ ենք։ Վարչախմբի բարագլուխը նաև հերթական անգամ դաշտ բերեց այդ կեղծ դիսկուրսը Արարատ Արագած, նա նշեց, որ Հայաստանի ամենաբարձր կետը դա Արագածն է, ու իրականում դա փաստ է, բայց հարց է առաջանում այդ հակադրությունը ստեղծելով Փաշինյանը ինչ խնդիր է փորձում լուծել։ Շատերի դիտարկմամբ նա ուղղակիորեն պարզ աշխարհագրական փաստը մեջտեղ բերելով փորձում է հայ ժողովրդի պատմաքաղաքական հիշողությունից ջնջել մեր խորհրդանիշները, մասնավորապես Արարատ լեռը։ Պատմական հիշողությանը մարտահրավեր է նետվում, այո, դուք արդեն դա նշեցիք, եւ իրականում ես կուզենա որ մեր հեռուստադիտողը, մեր հաղորդումը դիտող մեր հայրենակիցները ոչ թե փորձեն Արարատը պաշտպանել Արագածից, այլ Արարատը պաշտպանեն այն կեղծ քարոզիչներից, որ փորձում են ասել Արարատը սիմվոլ չէ, Արագածն է սիմվոլ։ Որտեւ իրականում երկուսն էլ պատմականորեն ազգային սիմվոլներ են եղել եւ Արարատյան դաշտը Հայաստանի պատմական սիրտն է միշտ եղել։ Մեր մայրաքաղաքների մեծ մասը այստեղ են եղել եւ Արարատյան դաշտը հենց այս երկու լեռների միջև է։ Եվ պատահական չի, այո, այստեղ մեր պետականության մայր օջախն է, այս տարածքում է, օրինակ, նույն Մովսես Խորենացու ներկայացրած մեկնաբանությամբ տեղի ունեցել պայքարը Արա Գեղեցիկի եւ Շամիրամի միջև, այսինքն դեռևս վիպերգական բնույթի պատմական հիշողության այդ շերտից սկսած, մինչև բուն պատմական իրադարձություններ, որ տարբեր սկզբնաղբյուրներով են արդեն հաստատվում, հենց Հայաստանի այս սրտում են եղել այս երկու լեռների միջև։ Այսինքն մեր պետականության ծագումնաբանության շրջանից կայացում եւ հզորության շրջան սիրտը միշտ եղել է Արարատյան դաշտը այս լեռների միջև։ Եվ պատահական չի, որ մեր բանահյուսական տարբեր պատումներում, ընդ որում Հայաստանի տարբեր հատվածներում, մեծ Հայաստանի նկատի չունեմ միայն Հայաստանի Հանրապետության, այլ պատմականորեն Հայաստանի տարբեր հատվածներում բանահյուսական տարբեր պատումներ, երբ որ գրի են առնվել, շատ հետաքրքիր է, որ քույր կամ եղբայր լինելու հանգամանք է ֆիքսվում այս լեռների միջև։ Նաև Մարութասարն է նշվում շատ հաճախ, նաև երբեմն Սիփանն է նշվում այդ քույր լինելու հանգամանքի մեջ։ Այսինքն նաև մեր ժողովրդի պատմական հիշողությունը պահպանել է այդ օրգանական կապը այս լեռների սիմվոլիզմի միջև։ Հետևաբար
այստեղ արագածը մենք ոչ թե պետք է թերագնահատենք ինչ որ մի ասվածի հանգամանքով, այլ պետք է հասկանանք, որ Արագածն իր տեղն ունի, բայց Արարատն էլ իր տեղն ունի։ Արարատից հրաժարվել չի կարելի, ոչ մի Դա դեպքում։ նույնն է ոնց որ հիմա հույները մոռանան Կոստանդնուպոլիսը։ Դե իրենք ոչ միայն չեն մոռանում, իրենք նույնիսկ այն պարագայում, որ Կոստանդնուպոլիսը այժմ 10 միլիոնի չափ միայն թուրք բնակչություն ունի, 11 միլիոն մոտ թուրք բնակչություն, որը ամբողջ Հունաստանի բնակչության չափ է։ Միևնույնն է, պատմական հիշողությունը ոչ միայն պահում են, ֆուտբոլային ակումբ ունեն, այդ ֆուտբոլային ակումբը համարվում է հենց Պոլսից վերաբնակվածների ակումբ, ΑΕΚ ակումբի մասին է խոսքը, որ եվրոպական մրցասպարեզներում հաճախ է հանդես գալիս, եւ իրենց ակումբի սիմվոլիկայի մեջ էլ նաեւ բյուզանդական սիմվոլիկա են ամրագրում, այսինքն իրենք սիմվոլների պայքարում չեն զիջում միանգամից, ապագայի համար տեղ են թողնում, այն ապագայի, որ ոչ թե ուղղակի բացականչություն է ապագա կա, այլ որ փորձում են իրենք այդ ուղղությամբ աշխատել, որովհետեւ գիտեք, երբ որ իրական ու անիրական եք ասում, իրենք են ասում, այսինքն մենք չենք ասում, իրական ու անիրական այդ հակադրության մեջ կա պարզ փաստ, Արցախը իրական էր, թե իրական չէր։ Այդքան տարի հայ բնակչությամբ, անգամ խորհրդային իշխանության պայմաններում, չէ, որ մտցվել էր խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ, հայ բնակչությամբ, մեծամասնությամբ, հայկական բնակավայրերով, տարածք, որտեղ հայերը շարունակում էին ապրել, արարել, մինչև այս դեպքերը իրական էր։ Իդեպ այս օրերին, հա, մենք տեսնում ենք, որ այդ հայկական բնակավայրերը Ստեփանակերտը կարող է լինել այդ տարածքներ, շատ փորձագիտական եւ անկախ աղբյուրների հաղորդմամբ Ադրբեջանը ուղղակիորեն ավերում է։ Եվ հայկական կողմից լռություն է։ Այո, եւ ցավալիորեն այս թեմայով քիչ է խոսվում, միայն առանձին փորձագետներ են խոսում եւ որոշ մեր արցախյան հայրենակիցներ այստեղից ցավով նշում են, որ իրենց տունն են քանդել, տեսել են կադրեր եւ այլն։ Հատկապես Ստեփանակերտի պատմական ավելի վաղ շրջանի շերտեր պարունակող այդ թաղամասերն են ավիրվում։ Ադրբեջանը հետևողականորեն մաքրում է հայկական հետքը, դա հենց այդ իրենց պատկերացրած իրական Հայաստանն են մաքրում, որտեղ Արցախը իրական էր, ես վիճակագրությամբ ասեմ, որ պատկերացնեն մեր հեռուստադիտողները, ուրեմն Ստեփանակերտը բնակչության թվով, եթե մենք համադրենք Հայաստանի Հանրապետության 49 քաղաքների հետ, կստացվեր 4-րդ քաղաքը, այսինքն Երևան, կլիներ հաջորդը Գյումրի 110,000 մոտ բնակչությամբ, երրորդը կլիներ Վանաձորը մոտ 80,000, 78,000 բնակչությամբ, եւ հետո գալիս էր Ստեփանակերտը։ 20 թվականի պատերազմից առաջ, առաջին կիսամյակի ավարտին, այսինքն հուլիսի 1-ի դրությամբ, Ստեփանակերտում 58,500 մարդ էր ապրում, մոտ 59,000 հայ։ Դա ավելին է, քան Աբովյան կամ Վաղարշապատ քաղաքների բնակչությունը, քան Հրազդան կամ Կապան քաղաքների բնակչությունը, որոնք յուրաքանչյուրը 40,000-ից ավել բնակչություն ունեն եւ Հայաստանի հաջորդ քաղաքներն են իրենց բնակչության թվով։ Այսինքն դուք պատկերացնում եք հիմա մի հատ Աբովյան, Վաղարշապատ, Կապան կամ Հրազդան Ամայանան։ Դրանք մարզային կարևորագույն նշանակություն ունեցող քաղաքներ են։ Այդ ծավալի մի բան էլ մեծ ավելի 58,500 բնակչությամբ քաղաք հիմա ամայացել է, հայ բնակչությունը հեռացել է եւ հիմա փորձում են այդ մարդկանց հիշողության մեջ արդեն մաքրել, ասել դե դա պատմական Հայաստան էր, դա իրական Հայաստան չի։ Սա իրական Հայաստան էր հենց։ Դուք իրական Հայաստանը ձեր գործողություններով ոչնչացրիք։ Հարգելի անվանարկողներ, իրական, պատմական, հա, այսինքն այս մտածողությունը ինքը կարող է բերել իրենց պատկերացրած այո կոչած իրականի նաև դրա ամայացման, ինչը որ տեսանք նույն այո ձեր նշած Ստեփանակերտի օրինակով։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր պատմաբան Միքայել Մալխասյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։